Ողջույն բոլորին, հարգելիներս, այսօր պետք է պատրաստենք կոլոլակներ պահածոացված բամյան, որը պահածոացրել ենք տոմատի հյութի մեջ, դրանով և ինչ ունենք, մոտավորապես ունեմ 1 կիլոգրամ միս, մոտավորապես 1 կիլոգրամ է, կես բաժակ բլղուրը, իշլի քյուֆտայի բլղուրը, մանր բլղուրը, թրջել եմ, բավականին ուրչել է, մի խոսքով կես բաժակ բլղուր, 1 հատ գլուխ սոխ մանրացրել եմ սոխորացի համար, դե բամյան և ունեմ 2 խորոված սմբուկ և 1 կծու պղպեղ։ Մսի մեջ ավելացնում ենք թրջած բլղուրը, կարմիր պղպեղ, ես կծուն եմ լցնում, դուք կարող եք քաղցրը լցնել և աղ, այս բոլորը ըստ ճաշակի, ըստ ցանկության և մի լավ շաղախում ենք։ Ահա բլղուրը և միսը մի լավ շաղախեցինք, միատար զանգված ստեղծեցինք, նկատեցիք, որ մեջը ոչ սոխ, ոչ սխտոր, ոչ ձուլ, ոչինչ ուրիշ չենք ավելացնում։ Իսկ հիմա պետք է մաքրենք սմբուկները և պղպեղը։ Ահա հարգելիներս, սմբուկներն ու պղպեղը մաքրեցի, իսկ այստեղ ես ունեմ կտրատած պանիր և կտրատած կարագ։ Հիմա ինչ ենք անում։ Ձեռքերս բուսայուղով պատեցի, վերցնում ենք այս խճողակից, գնդիկ ենք պատրաստում և փոսիկ ենք անում, մեջը տեղադրում ենք պանիր և փակում ենք։ Գնդիկները պետք է մանր լինի, որովհետև երբ որ ուտելից լինեք, գնդիկը պետք է բերանի մեջ պայթի, ոչ թե քթարի դիմացը պայթի, այդ ժամանակ լիարժեք համը կզգաք։ Երկրորդ խճողակն եմ վերցնում, աշխատում եմ մեծ չլինի, մանր լինի։ Տեղադրում եմ կարագ։ Ցանկությունը ձերն է, ինչ կուզեք, որ տեսակը կուզեք։ Ահա, այնպես որ չես իմանում, կարագով գնդիկ ես ուտելու, թե պանրով գնդիկ։ Խնդրեմ, երրորդն էլ ցուցադրեմ, իսկ երրորդը ես ուզում եմ և պանիր տեղավորել, և մի փոքր կարագ, երկուսից էլ թող լինի մեջը, շատ համեղ է լինելու, այս կերակուրը պատրաստում էին մուշում, սա հաճախ պատրաստում էր մայրիկս, ճիշտ է, մի քիչ ժամանակակից ոչ ենք մցրել մեջը, վստահ եմ, եթե իրենք ողջ լինեն, իրենք էլ ինչ-որ փոփոխություն կանեին։ Ահա, խնդրեմ։ Ահա, կոլոլակները պատրաստեցի, իսկ հիմա խորոված սմբուկը և պղպեղը պետք է կտրատենք։ Լավ առատ տաքացված յուղի մեջ մենք տապակում ենք կոլոլակները։ Արագ տապակում ենք, շրջում ենք այնպես այնքան ժամանակ, մինչև որ կեղևապատվի միսը։ Ահա տեսեք, մի փոքր տապակվելուց հետո սոխն եմ ավելացնում, կտրատած մանր սոխը։ Հարգելիներս, տաք կերակուր պատրաստելու ժամանակ, եթե պետք է սոխ օգտագործեք, միայն կարմիր սոխ, սպիտակ սոխի մեջ հեղուկը շատ է, հյութը դուրս է տալիս, սոխը չի տապակում, այլ խաշվում է, կարմիր սոխ, հատկապես մեր տեղականը, շատ լավ է ստացվում, ավելացնում ենք խորոված սմբուկն ու պղպեղը։ Ավելացնում եմ թարմ աղացած կարմիր պղպեղը, որ աղով պահել եմ։
Ավելացնեմ մի փոքր տոմատի մածուկ։ Այս ամենիցի վրա ավելացնում եմ բամյան տոմատի հյութով։ Քանի որ ես ուզում եմ հյութը շատ լինի, վրան մի քիչ եռացած ջուր կավելացնեմ։ Կափարիչով ծածկում ենք և թողնում ենք մի լավ եփվի։ Ահա, կերակուրը պատրաստ է, վերջի շտրիխն է, առատ համեմ եմ լցնում վրան։ Եթե համեմ չեք սիրում, կարող եք մաղադանոց, սամիտ, ինչ որ ցանկանում եք, ես համեմն եմ սիրում, այսպես համեմը լցրեցի, կրակը անջատեցի, կափարիչը ծածկեցի, կթողնեմ մի 10 րոպե դանա առնի, հետո կմատուցենք։ Դե պատրաստ է մեր կոլոլակներով ապուրը։ Ահա։ Պանիրը մեջը հալվել է, կարակն էլ անհետացել է։ Դե այսպես, կոլոլակով ապուրի ևս մեկ տարբերակ։ Շատ համեղ է ստացվել, իրոք շատ համեղ է, փորձեք սիրելիներս, փորձեք և թող անուշ լինի։